մի հատ հայտնի բան կա, հետպատերազմյան սինդրոմ, այդ նաև իր վտանգավոր կողմերն էլ ունի։ Մի քանի անգամ այդպիսի բան եղել է, չէ՞։ Այդ եթե չկա գաղափարական հենք։ Եթե կա գաղափարական հենք, այդ սինդրոմը շատ քիչ դրսևորում է ստանում։ Իսկ գաղափարական հենքը հետևյալն է, անցած տարի դեկտեմբերին Պուտինը արդեն բացահայտ ասեց, որն էր նպատակը հատուկ ռազմական օպերացիայի։ Ասեց հատուկ ռազմական օպերացիայի շնորհիվ մենք ձեռք բերեցինք ինքնիշխանություն։ Սա էր գլխավոր թիրախը եւ Պուտինը 100,000-ավոր զինվորականների շնորհիվ այդ ինքնիշխանությունը ձեռք բերեց։ Հիմա գնում է այդ ինքնիշխանությունը ինստիտուտների մակարդակով ամրագրելու գործընթաց։ Պարզ է, որ դա նաև միայն իրենք չէ, որ այդ ուղղությամբ աշխատում են, շատերը նաև հասկանում են, որ սա ինչ որ ռեֆորմներ է, ես չգիտեմ դեռ կհաջողի, թե ոչ բերելու է ինչ որ մի կետի, բայց աշխարհը այսպես պարապ նստած չի, չէ, իրենք էլ բանու շատ կոնկրետ տեսեք ինչ ուղղությամբ են աշխատում։ Նախորդ անգամ էլ մենք խոսեցինք, որ պատահական չէր, որ իրենք բերեցին իշխանության Թրամփին, իր այսպես իբրև թե հակասական ցնդաբանական իրարամերժ հայտարարություններին, բայց տեսնում եք շատ կոնկրետ ինստիտուցիոնալ գործողություններ, ճիշտ է, Միացյալ Նահանգների պետության կողմից կազմակերպված, մինչև որ դա կկայանա, կկազմակերպվի, իրականացնի ռեֆորմ, ներքին իշխանափոխություն եւ այլն, Պուտինը, բայց տեսնում եք, աղա ոտքի տակ շատ բան չմնա։ Հիմա ոնց է հետո կարողանալու այս ամեն ինչին բան անել, էլի։ Սա նշանակում է ինչ որ տարածքներ կորցնել, սա նշանակում է ռեսուրս կորցնել, պաշտպանություն կորցնել, դիմադրություն կորցնել, այսպես հերթով գնում է։ Հիմա ես ասում եմ գազան վերցրել են, այնտեղ էլ արդեն տեսեք տեղակայվելու են, հա, տարբեր երկրների զինված ուժեր։ Սա հիմա չգիտենք, տեսնենք թե Իրանի հետ կապված ինչ է լինելու, Վենեսուելայի հետ կապված ոնց որ թե ամեն ինչ պարզ է, Սիրիայի հետ կապված ոնց որ թե ամեն ինչ պարզ է եւ այսպես շարունակաբար։ Հայաստանը գնում է այդ ճանապարհով, Ադրբեջանը ոնց որ թե շատ բան, տեսեք ինչ հայտարարություններ է Ալիևը անում Պուտինի հետ կապված վերջին հայտարարությունները։ Այո, անելու է, շարունակելու է անել։ Մի քիչ այդ բացեք եւ ինչ է։ Իհարկե շարունակելու է անել։ Ռուսաստանը գործում է հետևյալ տրամաբանությամբ։ Ինքը ասում է, որ ինքը պատրաստ է օգնության ձեռք մեկնել ցանկացած իր գործընկերոջը, եթե նա գտնում է, որ այդ օգնության ձեռքի կարիքը ունի։ Իրանը հիշում եք, որ դիմեց եւ այդպես էլ առանձնապես Չէ, ինչին դիմեց։ Ինչին դիմեց։ Դրանք պայմանագիր էին կնքել, չէ՞, Ռուսաստանի Դաշնության հետ։ Պայմանագրում, ասենք, եթե համեմատեք այդ նույն պայմանագիրը Հյուսիսային Կորեայի պայմանագրի հետ, սառու ձորեր են։ Այսինքն, նայած ինչ պայմանագիր է, նայած ինչ կետերով են, ինչքանով է Իրանը պատրաստ ռազմական գործողությունների ժամանակ պատրաստ է միջամտել։ Այսինքն, ուզում եմ ասեմ, գիտեք, եթե ասենք նույն Վենեսուելան Մադուրոն Պուտինի հետ լավ էր, բայց չկարողացավ այսքան տարիների ընթացքում այնպես իր շրջապատը մաքրել, որ չգան ռազմականացված քաղաքից իրեն գողանան տանեն։ Դե հիմա ասում եմ, ես նոր ռումբ եմ, նոր մի հատ զենք եմ ձեռք բերել, անուն էլ դրել է Թրամփը, անջատում է վերևից Սպուտնիկը եւ չի աշխատում, ուրեմն դրա դեմ ինչ է մտքին տեղ լինի, մոտիվացիա լինի, մտքին տեղ լինի, ծախվածներից մաքրված լինի էլիտան, ամեն ինչ էլ հնարավոր է լինի։ Հիմա եթե օրինակ նույն Իրանը, եթե ինքը պատրաստ է։ Դե հիմա ոնց որ թե Կուբան այդ մոտիվացիան ունի, տեսնենք ինչ կստացվի։ Եթե պատրաստ է Իրանը, օրինակ, այդ մոտիվացիան ունի պահպանել իր միջուկային ծրագիրը, որ ցանկացած պետություն իրավունք ունի ունենալու միջուկային ծրագիր խաղաղ։ Եթե պատրաստ է եւ այդ վճռական քայլերի ինքը պատրաստ է գնալ, այսինքն չվախենալ, միջև վերջ գնալ, Ռուսաստանը իր օգնության ձեռքը կմեկնի, բայց իր փոխարեն չի անի։ Օրինակ Տրամփը ասում էր Ամերիկայի վարչակազմը, որ ճնշում են Հնդկաստանին, որ ռուսական նավթը չառնի, ես կարդացի լուրջ, չգիտեմ ինչքանով է ճիշտ, չեմ ճշտել, որ Հնդկաստանի կառավարությունը ասել է, որ շարունակելու է գնել անկախ ճնշումներից։ Եթե դա իրոք որտեղ է կարդացել, ես ամեն օր հետևում եմ։ Գալուց կարդացի, դա չեմ ստուգել։ Նույնիսկ եթե դա լավ ենթադրենք, եթե ճիշտ է, շատ լավ է, նշանակում է, որ եթե Հնդկաստանը դիմադրեց, Ռուսաստանը իր օգնության ձեռքը կմեկնի։ Հիշենք Ռուսաստանի նախագահի խոսքերը, ասեց մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել ցանկացած մեր գործընկերոջը, եթե նա դա ուզում է։ Ուզել նշանակում է, որ դու գտնում ես, որ դու ունես խնդրեմ, դու գտնում ես, որ մեր նման երկրներին այդ կոչ չասեմ, մոտեցումը ուղղված է ժողովրդին եւ ընդդիմությանը, որտեվ լուրջ չի, եթե ասենք այդ ուղղված է այս իշխանության, թե այս իշխանությունը իրենք են բերել եւ parz է ինչին է ծառայեցնում, վերջնանպատակը պիտի Հայաստան չլինի։ Այդ մոտեցումը ուղղված է ժողովրդին։ Դե վերջնա հաշվարկով երևի այո։ Շատիկը մի քանի անգամ փորձել է այսպես խոսել մեր ժողովրդի հետ։ Վերջնա հաշվարկով այո։
Դե որովհետեւ վերջ-վերջո ժողովուրդն է որոշում կայացնում, այս ուժը կլինի թե չի լինի։ Նույնիսկ Բայց պիտի մոտիվացիա լինի, մոտիվացնողներ պիտի լինեն, չէ՞։ Ժողովուրդը այսպես ինքնա բան չի, ինչ ասեմ, ինքնա կայանում, ինքնա դրսևորվում։ Դե այո, բայց դա Ռուսաստանը չէ մոտիվացնողը հաստատ։ Ինչու մոտիվացնի, այսինքն ինչ գասի, որ այս ճանապարհով գնաք աղետի առաջ եք կանգնելու, ասում ամեն օր ասում են, ինչքան ասեն։ Ամեն օր ինչ ելնում է ասում են։